Բյուջետային քննարկումների արդյունքում 26 թվականի համար արտաքին գործերի նախարարության ծրագրերին հատկացվել է 19 միլիարդ 227 միլիոն դրամ։ Իհարկե սա պարոն նախարարը ընդգծեց, թե որքանով է ավելացված այդ թվում եւ միջազգային կազմակերպություններում պայմանավորված օրինակ նաև տարադրամի փոխարժեքի փոփոխությամբ, պայմանավորված որոշ միջազգային կազմակերպություններում անդամավճարների բարձրացմամբ, իսկ ընդհանուր առմամբ սա այս հաստատված ուրեմն թիվը 2 միլիարդ 237 միլիոնով շուրջ այդքանով պակաս է մեր ներկայացրած հայտին, ավանդաբար մենք ունենք 5 ծրագիր, այն ամեն ինչի մասին ես խոսեցի, դա կատարվում է մեր թիվ 1061 ծրագրի շրջանակներում, արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակում եւ իրականացում, այստեղ ունենք 3 միլիարդ 374 միլիոն դրամ։ Այս ծրագրի շրջանակներում են չասվածը նաև լրացնեմ, այս ծրագրի շրջանակներում են իրականացվելու Երևանյան երկխոսություն միջազգային ուրեմն դիվանագիտական համաժողովը, հուսամ բոլորը կհամաձայնվեն եւ նույնիսկ մեր շատ սիրելի ընդդիմադիր գործիչները, որ այս համաժողովը, որը ընդամենը 2 անգամ է անցկացվել, արդեն հասցրել է կայանալ որպես կարևոր միջազգային իրադարձություն, մենք կշարունակենք սա իրականացնել։ Այս ծրագրի շրջանակներում է իրականացվելու նաև Global Forum-ը 6-րդ համաժողովը, այս ծրագրի շրջանակներում ուրեմն նաև հաջորդ տարի տեղի կունենա ուրեմն եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, սա եւս չափազանց կարևոր իրադարձություն կլինի Հայաստանի համար, կդժվարանամ ասել Հայաստանի Հանրապետությունը այս մասշտաբի եւ այս կարևորության գագաթնաժողով հյուրընկալել է երբևէ թե չէ, երևի զուգահեռներ կարելի անցկացնել միայն ֆրանկոֆոնիայի տեղ ունեցած ուրեմն գագաթնաժողովի եւ իհարկե մյուս տարվա երբ միջոցառումներին ենք անդրադառնում ամենակարևոր իրադարձություններից մեկը Հայաստանում տեղի կունենա ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, ես չգիտեմ մեր գործընկերները որքան են հասկանում այս միջոցառման լրջությունը կամ հնչեղությունը միջազգային հարաբերությունների ամբողջ ուրեմն մեծ համատեքստում, հավատացնում եմ ձեզ, սա իսկապես լրջագույն ձեռքբերում է հյուրընկալել այս գագաթնաժողովը, մենք պետք է ջանքեր գործադրենք, որ պատշաճ կերպով այն կազմակերպենք։ 11 չեմ թվարկի երկար կտևի, բայց նաև այլ միջոցառումների մեր մասնակցություններ ներկայացած ծրագիր 1128 օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում այս ծրագրի ներքո մենք ունենք մեր ամենամեծ ուրեմն ֆինանսական հատկացումը 12 միլիարդ 835 միլիոն դրամ, այս ծրագիրը ապահովելու է օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ուրեմն մարմինների միջոցով մեր քաղաքականության կառավարության քաղաքականության իրականացումը, ինչպես նաեւ իհարկե հյուպատոսական ծառայությունների մատուցումը, այս պայմանությամբ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք 185 երկրների հետ, այս տարի դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել արդեն ասվեց Պակիստանի հետ, ինչպես նաև Սողոմոնյան կղզիների հետ։ Ընդհանրապես այս ծրագիրը երկու ուրեմն բաղադրիչով կարելի է առանձնացնել, նախ ուրեմն դեսպանությունների բացումը, այսինքն մեր հետագա դիվանագիտական ներկայության ընդլայնումը մեր կարևոր ուրեմն քայլերից մեկն է, մենք շարունակում ենք սա շարունակել եւ շարունակել այս ուղղությամբ ջանքեր գործադրել, այստեղ մեծ հաշվով խնդիրը միայն ֆինանսական ռեսուրսների ժամանակին տրամադրման ավելացման մեջ է, կառավարությունը սրան ուշադրություն դարձնում է, այս տարի մենք ուրեմն դեսպանությունը կարողացանք հիմնել Կիպրոսում, Հունգարիայում արդեն մեր դեսպանը աշխատում է եւ կհիշեք երևի Օմանում մեր հարաբերությունները շատ կարևոր ենք համարում այս երկրի հետ եւ այնտեղ նույնպես դիվանագիտական ներկայություն հաստատեցինք, դեսպանություն բացեցինք։ Եվ երկրորդ բաղադրիչը այնուամենայնիվ եղած գույքի օրինակ ասենք
վերանորոգում, ավտոպարկի մասին հոգ տանել, դիվանագետների աշխատանքային սոցիալ-տնտեսական ուրեմն պայմաններ, այս բոլորը այս ծրագրի ներքո իրականացվում, նաև գույքի աշխարհ գույքի ձեռքբերումն է այս ծրագրի ներքո իրականացվում։ Ես ուզում եմ հիշեցնել 23 թվականին մենք Լոնդոնում ձեռք բերեցինք դեսպանության համար աշխարհ գույք, հուսամ հնարավորություն առիթ եղել է այցելել տեսնելու 24 թվականին Փարիզում շուտով հուսով եմ այնտեղ եւս վերանորոգման աշխատանքները կավարտվեն եւ մենք կտեսնենք ի վերջո ամբողջությամբ մեր ձեռք բերած գորգը արդեն վերանորոգված եւ 25 թվականին այս տարի հաշվետու, այսպես ասած, տարում մենք անշարժ գույք ենք ձեռք բերել Բրյուսելում այս գործընթացը եւս շարունակական բնույթ կկրի